Գետերում գարնանային վարունների մեծությունները պայմանավորվում են նոյեմբեր-մարտ ամիսների դիտված եւ ապրիլ-հունիս ամիսների կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանների առանձնահատկություններով 2025 թվականի նոյեմբեր եւ 26 թվականի փետրվար եւ մարտ ամիսներն առանձնացել են հիդրոթերապևտաբանական պայմաններով։ Այսպես 2025 թվականի նոյեմբեր ամիսը եղել է երկրորդ ամենատաք եւ 4 նոյեմբերը սկսած 1935 թվականի դիտարկումներից 2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0.1 աստիճան, որը բարձր էր նորմայից 4.9 աստիճանով։ Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փետրվարը նաև տեղում առատ էր, տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը կազմում է նորմայի 206%։ Այն հանդիսացավ երրորդ տեղում առատ փետրվարը սկսած 1935 թվականից։ 2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0.3 աստիճան, որը նորմայի սահմաններում էր, նորմայից փոքր ինչ ցածր 0.2 աստիճանով։ Մարտը տեղում առատ էր, ամենատեղում առատն է սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98 մմ կամ նորմայի 198%։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2.2 աստիճան, նորմայից բարձր 1.4 աստիճանով, տեղումների ամսական քանակը 39 մմ, նորմայի 114%։ Հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -5.6 աստիճան, որը նորմայի սահմաններում էր, իսկ տեղումների քանակը 46 մմ, նորմայից բարձր, նորմայի 131%։ Եթե ընդհանրացնենք նոյեմբեր-մարտ ամսվա դիտված հիդրոթերապևտաբանական պայմանները, ապա դրանք 2026 թվականի գարնանային վարունների հոսքի ձևավորման վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն։ Փոքր-ինչ ներկայացնում տեղեկատվություն ձնածածկույթի մասին։ 2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակի դրությամբ Հանրապետության ամբողջ տարածքում բացառությամբ առանձին ցածրադիր հատվածների արկա եղել ձյան ծածկ եւ ձյան շերտի բարձրության արժեքները հիմնականում նորմաներից դրական շեղում են ունեցել, կազմելով նորմայի 130%, իսկ որոշ կայաններում բավական բարձր են եղել նորմայից, օրինակ Ապանում կազմելով նորմայի 172%, Գավառում 204%, Ամբերդում 163%։ 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակի դրությամբ Հանրապետության տարածքում ձնածածկ արկա եղել հիմնականում 1700 մետրից բարձր շրջաններում, Արագած բարձր լեռնային կայանում ձյան շերտի միջին տասնօրյակային բարձրությունը կազմել է նորմայի 157%։ Այսօրվա դրությամբ ձյան շերտի բարձրությունը Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 311 սանտիմետր, ինչը 122 սանտիմետրով ավելին է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Ապրիլ-հունիս ամիսներին Հանրապետության տարածքում տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ, ապրիլ ամսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1 աստիճանով, իսկ մայիս եւ հունիս ամիսներին նորմայից բարձր մինչեւ 1 աստիճանով։ Արդյունքում այդ ամիսների կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները վարունների հոսքի ձևավորման վրա կունենան նորմայի մոտ ազդեցություն։ Հաշվի առնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները, կանխատեսվում է, որ 2026 թվականի գարնանային վարունների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-130%-ի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-ից 160%-ի սահմաններում։ Վեգետացիոն շրջանի հոսքի ծավալները կլինեն նորմայի 100-120%-ի սահմաններում, իսկ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 120%-ի սահմաններում։ Այսինքն տարին կլինի բավական ջրառատ ըստ կանխատեսումների։ Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակին եւ մայիսի 1-ին եւ 2-րդ տասնօրյակներին։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ եւ հորդառատ տեղումներ։ 2026 թվականի հուլիսի 1-ից ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-ից 45 սանտիմետրով, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1930-ից 1935 մետր սահմաններում, որը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի 8-ից 13 սանտիմետրի սահմաններում։
Հydromet Պակի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2026 թվականի առավելագույն ջրալսվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում 100% ջրալսվածություն 525 միլիոն, Ափիլի ջրամբարում 80-ից 85%, Ապարանի ջրամբարում 82-ից 88% եւ կանխատեսման արդարացման դեպքում այն կլինի վերջին 15 տարիների ամենաբարձր արժեքը 2011 թվականից սկսած։ 11 թվականից հետո Ազատի ջրամբարում եւ Մարմարիկի ջրամբարում նույնպես կանխատեսվում է 100% ջրալսվածություն։